Հայ ազգին ովքեր այստեղ հավաքված են, ուրեմն գիտեք 92 թվականին, որ Արցախի Մարտակերտի շրջանը Շահումյանը արդեն չկար, Վազգեն Սարգսյանը կոչով դիմեց հայ ազգին, որպեսզի 500 հոգանոց մահապարտներ հավաքվեն եւ հավաքվեցին, որից մեր հրաշքն Մասիսի շրջանից, մենք բոլորս այդ ժամանակ 90 թվականներից տարբեր ճակատներում կռվում էինք, բայց կոչով հավաքվեցին նաեւ կռված տղաների ջոկատները, մենք էլ Էջմիածնի թևից, Արտաշատի թևին գյուղից շատ մարդիկ կային, որից մեկը Թադևոսյան Միշելն էստեղ է։ Մեկ ամիս պարապեցինք զինվորական գործով, եւս մեկ անգամ հիշելով, կազմակերպելով ֆիզիկական, մարզական միջոցառումները եւ ներկայացին Արցախ։ Մեծ նշանակություն ունեցավ մահապարտների Արցախ մեկնելը, որ կանգնեցրեցինք ազգիների առաջ խաղացումը։ Հրաչը այն տղաներից է, ճիշտ է մեզանից տարիքով մեծ է, բայց համեստ, իրոք առաջնորդ է, գրագետ, խելացի, մի քանի անգամ դեպք է եղել, երբ որ մի գործողության համար, դիրքը դնելու համար, պարոն Հոսեփի հետ, Ալիկ Պետրոսյանի հետ վիճում էր, ասում էր, էսի ճիշտ չի, էսի ճիշտ է, էսպես է ճիշտ անելը, եւ քննարկում էին։ Հրաչին բոլորս իրեն հարգում էին։ Մեծատառով մարդ էր, եւ ամենակարևորը անշահախնդիր էր այս մարդը։ Անշահախնդիր, իր համար ոչինչ չէր ուզում։ Ամեն ինչ անում էր հայ ազգի համար, հայ պետականության համար, Արցախի ազատագրման համար։ Այստեղ ասվեց Հրաչի մասին ամեն ինչ ու բոլորս էլ ճանաչում եք։ Մենք գլուխներս բարձր առանց ամաչելու, որ ցույց չենք խոսում, ճիշտ ենք ասում Հրաչի համար։ Եվ վկան թող լինի իր որդին, ասում է պտուղը ծառից հեռու չի գնան։ Գրիգորին մենք բոլորս հարգում սիրում ենք։ Անշահախնդիր, մաքրամաքուր տղա է։ Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, հանուն հայրենիքի ժողովուրդ ջան։ Եվ մի կոչ իմ կողմից, շատ երեխեք ունենանք, այսօր մենք խնդիր ունենք, ես ինքս իրավունք ունեմ կոչ անելու, որտեղ 6 երեխա ունեմ, որից 2-ը ամուսնացածն արդեն 7 թոռ ունեմ։ Մեր փրկությունը իրոք պետք է լինի հայի տեսակը շատացնելը, ցավները կանեն։ Օրինակ ասեմ, 22-23 թվականին ճամբարակում պոստի էինք, մենք իրարից պոստից պոստ կանգնում ենք մի կիլոմետր հեռու, ազգիների մեր դիմացը կանգնում են ամեն մի պոստը 300 մետր էր իրարից հեռու, որտեղ քանակ չկա։ Մանավանդ որ մենք աստվածային ազգ ենք, ձեր ցավը տանեմ։ Մենք աստվածային ազգ ենք, ինչ է նշանակում հայրենասիրություն։ Հայրենասիրությունը դա հայասիրություն է։ Ամերիկայում կլնենք, Ֆրանսիայում կլնենք, աշխարհի ворթերը կլնենք։ Մենք իրար պետք է հարգենք, սիրենք։ Ստե տղաներ կան իրար հետ կռվել են խրամատում։ Հիմա այսօր ողջ առողջ են։ Կեսս իրար դեմքով արդեն չենք ճանաչում 30 տարի անց է։ Փողոցում որ տենում ենք նշանակություն չունի։ Մենք իրար պարտավոր ենք բոլորս իրար հարգենք, սիրենք։ Շնորհակալություն փառք ու պատիվ մեր բոլոր ընկերներին։ Հարգելի հայր, հարգելի հյուրեր, խոսք ունի ասելու Հրաչի Մարտակ։ Ես ուզում եմ արտասանել հորս Հրաչ Թադևոսյանի գրած բանաստեղծություններից մեկը, որը գրել է Գանձասարի վանքում կռիվների ժամանակ, Գանձասարի պաշտպանության։ Թող ճառագի լույսն արևի իմ փառապանց մասի սարի, թող որ իշնի մասի սարից հոգնած զինվոր, զենքը ձեռքին, հաղթանակած նա մտնեկում ու գիրկն առնե անուշ բալին, ու թող մնամ ես անշիրի, սև չհատնի թող ոչ մի մայր, չայրյանա ոչ մի հայքի, չորփանա ոչ մի մանուկ, ու թող մնամ ես անշիրի, թող որ ամեն հայ գաղտնական բռնե ճամփեն իր տուն դարձի, ապրենք խաղաղ ու երջանիկ, ու թող մնամ ես անշիրի։ Ուրեմն հարգելի հյուրեր, հարգելի հորս մարտական ընկերներ, այսօր ցուցադրության են բերել մի հատ սուրբ նմուշ,
ուրեմն ֆրանսիական վիսկի է, 92 թվականին Լաչինի միջանցքը բացելուց հետո այս ֆրանսիական վիսկին Մոնտեն հորս ասում է հրաշ բերեք բացենք, այս ուրախությունը տոնենք, մի բաժակ խմենք, հայրս նայում է այս վիսկին ասում է Մոնտե, սի թանգանոց վիսկի է։ Բերես վիսկին կբացենք, երբ որ Մասիս սարը կազատագրենք Մասիսի լանջին։ Ու թղթի վրա, բլոկնոտի թղթի վրա գրում ու կլեյում են շշին։ Հիմա կարդամ։ Ցանկանում եմ բաց անել այս շիշը Մասիս սարի լանջին։ Թող բաց անի նա, ում որ բախտը կվիճակվի։ Լաչինի շտաբի պետ Հրաչ Թադևոսյան, վկա Բարության Անդրանիկ։ Այսօր Բարության Անդրանիկն էլ հրամանատար հորս ընկերն էր, որ զոհվեց էլի 94-ին, վաղը չեմ իսորն էլ իրա զոհվելու տարելից նա։ Ուրեմն այսօր 3 տղաներն էլ, Մոնտեն էլ, Հրաշն էլ, Բարութն էլ չկան, բայց իրանց երազանքն ու պատգամը մեզ հետ է։ Ու մենք իրանց կիսատ թողած հետքերը շարունակում ենք։ Ու այն ազգերը, ովքեր չունեն իրանց համար ազգային երազանք ու ազգային նպատակ, նրանք ժամանակի մեջ լուծվելու են։ Բայց մենք մեր նախնիներից, մեր հերոսներից ժառանգել ենք իրանց երազանքները, իրանց վեր նպատակները դարձնելով մեր համար ազգային երազանքներ։ Իսկ ուղղակի մեզանից մնում է ամեն մեկս ինքներս մեզ հարց տանք, որն է մեզ համար ազգային երազանքը, ազգային նպատակը։